Հենվում էր իր թիմակիցների վրա, որպեսզի նրանց օգնությամբ իրեն հրել առաջ։ Մյուս կողմում Էման եւ Էրմինան են, ովքեր նրա մշտական մրցակիցներն են, եւ կանոնները խախտելով փորձում են միայնակ քաշել 3 մրցակիցներին։ Ամենաերիտասարդ մասնակիցն է եւ նրա մեջ լի է պայքարի ցանկությունը։ Էման իսկապես իր խոսքի տերը եղավ։ Էման կվերադառնա ու հերթով այսպես Մասնակիցները պիտի հասկանան, որ Էման իսկապես վտանգավոր մրցակից է։ Միմյանց համար ամենամտերիմ մարդիկ պիտի իրար դեմ պայքարեն հանուն հաղթանակի, ինչու է մասնակիցը այդքան հեշտությամբ պատրաստ դիջել իր տեղը։ Սա խաղ է։ Խաղի մեջ դուք մրցակիցներ եք եւ մրցակիցները պիտի պայքարեն։ Որքը կարող է ցանկացած մասնակցի ուղարկել վտանգավոր գոտի։ Ում դեմ է օգտագործելու այդ քարտը։ Բլոգերների թե աստղերի։ Ողջույն, ես Արմանն եմ եւ այս ալիքում ես քննարկում եմ հայկական ռեալիթի շոուները։ Այսօր մենք վերլուծելու ենք Arm Games աստղերն ընտեն բլոգերների եթերաշրջանի 5-րդ սերիան։ Եթե բաց եք թողել նախորդ սերիաների վերաբերյալ իմ մեկնաբանությունները, հղումները կգտնեք այս տեսանյութի ներքո։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի միասին քննարկենք հետագա սերիաները եւս։ 5-րդ սերիայում մի շարք մասնակիցներ ինձ համար բացահայտվեն նորովի։ Այս եթերաշրջանի առանձնահատկությունն է, կարծես թե, որ յուրաքանչյուր սերիայում 1 կամ 2 մասնակից ընդգծվում է, հանդես է գալիս որպես ավելի վառ կերպար եւ մենք նրան ճանաչելու կամ նորովի բացահայտելու հնարավորություն ենք ունենում։ Այս սերիայում ինձ համար որպես ֆիզիկապես ուժեղ մասնակիցներ բացահայտվեցին Ագնեսն ու Ռոզալիան։ Ինչպես միշտ գզում եմ ամենը եւ բոլորին։ Այո, իսկապես գուցե դուք զարմանաք, սակայն հենց նրանք, եթե ուշադիր եք հետևել խաղերին, թե քաշքշուկում, թե մեծ խաղերում, թե Ռոզալիան, թե Ագնեսը բավականին լավ են հանդես գալիս։ Եվ եթե սրան էլ գումարենք այն, որ Ագնեսը նախորդ սերիայում Ռուբոյի հետ միասին հաղթեց Ռաֆին ու Էրմինային, ապա կհասկանանք, որ նա իսկապես ֆիզիկապես ուժեղ մրցակից է։ Նույնը կարող եմ ասել Ռոզալիայի մասին։ Եթե նկատել եք, երբ աստղերի թիմի աղջիկները վայր են ընկնում ձների մեջ, Ռոզալիան առաջինն է, որ կարողանում է ոտքի կանգնել եւ իր թիմակիցներին կոչ է անում, որպեսզի նրանք եւս փորձեն կանգնել, ապա եւ ֆիզիկապես փորձում է Էրմինային օգնել ոտքի կանգնեցնել, նրանց կոչ է անում պայքարել, մի ինչ-որ պահի ազարտի մեջ ընկած թե շրջվում է եւ կանոնները խախտելով փորձում է միայնակ քաշել 3 մրցակիցներին։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ռոզալիան իսկապես ֆիզիկապես ուժեղ է եւ նա էներգիայով լի է։ Նա չմոռանանք, որ նաեւ ամենաերիտասարդ մասնակիցն է եւ նրա մեջ լի է պայքարի ցանկությունը։ Ուստի այս սերիայից սկսած ես նրան առանձնացնում եմ արդեն որպես ուժեղ մրցակից։ Արդյոք համաձայն եք իմ կարծիքի հետ։ Մեկնաբանություններում թողեք ձեր կարծիքը, ինչպես նաեւ գրեք, թե ձեզ համար ով է բացահայտվել այս սերիայում նորովի։ Ուզում եմ անդրադառնալ նաև Լիային եւ նրա խաղաոճին այս սերիայում։ Նույն քաշքշուկ խաղի ընթացքում, եթե նկատեցիք, Լիան այսպես կարծես հենվում էր իր թիմակիցների վրա, որպեսզի նրանց օգնությամբ իրեն հրել առաջ եւ հասներ նշանակետին։ Սա կարող է թվալ ոչ այդքան թիմային կամ ոչ այդքան ընկերական, սակայն ակնհայտ է, որ Լիան ազարտի մեջ է այդ պահին եւ նա իսկապես տեսնում է իր առջեւ դրված նպատակ եւ հանուն այդ նպատակի պատրաստ է նա ամեն ինչի եւ այդ նպատակը իհարկե բերում է թիմին հաղթանակ։ Այն, որ Լիան ամբողջովին ներդրվում է թիմային խաղերում, ինչ չի զարմացնում, որովհետեւ նա պայքարող մասնակից է, մանավանդ որ պարանի մյուս կողմում Էման եւ Էրմինան են, ովքեր նրա մշտական մրցակիցներն են։ Այս անգամ եւս թեև հենվելով իր թիմակիցների վրա, Լիան հասավ հաղթանակի եւ նրա այդ մարտավարությունը փաստորեն արդյունավետ էր, որտեղ մենք տեսանք, որ 3 անգամ էլ նրանք կարողացան տակառը վայր գցել, այնինչ աստղերի թիմին դա չհաջողվեց անել։ Հանուն արդարության պիտի նշել, որ այս խաղում քաշը եւս էական է եւ աստղերի թիմի աղջիկները կարծես բակային թեթև քաշի են եւ սա էլ նպաստեց նրան, որպեսզի նրանք պարտվեն, թեև ոչ միայն քաշով է այս խաղը որոշում, ճիշտ մարտավարությունը, միասին շարժվելու, ուժերը միասնաբար, այսպես գործադրելու կարողությունն է նաև բերել բլոգերներին հաղթանակ։
Այս սերիայում աչքի է ընկնում նաև Գևորգ Մարտիրոսյանը, ով թեև աստղերի թիմից տեղափոխվել է բլոգերների թիմ, սակայն չի շտապում ինտեգրվել, նա չի փորձում հարաբերություններ հարթել թիմի ներսում եւ կարծես նույնիսկ չի թաքցնում իր ոչ բարեհաճ վերաբերմունքը բլոգերների նկատմամբ։ Չմոռանանք, որ նրան իր կամքին հակառակ են տեղափոխել, այսինքն, եթե հիշում եք, Ռաֆոն իր ռևերսի քարտով տեղափոխեց Ռոզալիային եւ Գևորգին նրանց տեղերով փոխեց, եւ Գևորգ հայտնվել է մի թիմում, որտեղ չունի ընկերներ, որտեղ չունի իր համար մտերիմ անձինք եւ նա չի թաքցնում, որ իրեն այդտեղ հարմարավետ չէ։ Եվ այս սերիայում եւս, երբ Գևորգը չպետք է մասնակցեր մեծ խաղերին, նա անում է խաղադրույք ոչ թե բլոգերների հաղթանակի վրա, այլ աստղերի թիմի հաղթանակի վրա, ցույց տալով, որ իր համար շարունակում է կարևոր մնալ աստղերի հաջողությունը։ Բնականաբար աստղերն եմ բալետանում, ուզում եմ իրենք հաղթեն այս խաղը։ Սակայն աստղերի թիմը, այսպես ասած, քաշեց Գևորգին եւ դարձյալ պարտվեց եւ դրա պատճառով նա ավտոմատ կերպով հայտնվելու է վտանգավոր գոտում։ Գևորգ Մարտիրոսյանը նախորդ սերիայում իմունիտետ էր վերցրել, որպեսզի բլոգերները չկարողանային իր դեմ քվեարկել, եւ սրա դիմաց մրցակից թիմին, այսինքն աստղերին տրվում է առավելություն։ Նրանք այս խաղը սկսում են 25% առավելությամբ, որովհետեւ 8 խորանարդերից 2-ը արդեն իսկ տեղադրված է հարթակի վրա։ Սակայն նույնիսկ դա չապահովեց աստղերի հաղթանակը այս խաղում։ Բլոգերները շատ լավ տեմպով են սկսում խաղը ու թեև ինչ որ պահի նրանց խորանարդը ընկնում է հարթակի վրայից, այնուամենայնիվ նրանց հաջողվում է ոչ միայն հավասարվել աստղերին, այլև նրանցից առաջ անցնել։ Եվ վերջին որոշիչ պահին, երբ փլվում է աստղերի խորանարդերից շարված աշտարակը, բլոգերները տոնում են իրենց հաղթանակը։ Բլոգերները հաղթեցին, որովհետև վերջին պահին աստղերը գցում են քարը գետնին։ Երկու կուբիկ ունենալով հանդերձ կրվեց իմ նախորդ թիմը, որովհետև լոգիկան քիչ են օգտագործում։ Այսօր ուզում եմ ընդգծել նաև Մանոյի դերը որպես թիմի առաջնորդ, հատկապես խաղերի ժամանակ։ Նկատելի է, որ երբ Մանոն չի մասնակցում խաղերին, նա փաստացի մասնակցում է այն իմաստով, որ կողքից անդադար խորհուրդներ է տալիս, խրախուսում է, բացատրում է, ուղղորդում է իր թիմին, եւ սա շատ դրական է ազդում թիմի վրա։ Եվ մենք տեսնում ենք, որ վերջին սերիաներում բլոգերները հաղթում են։ Մանոն շատ ջերմ բառերով է ոգևորում իր թիմակիցներին՝ «Մեռնեմ ջանիդ», «Արևս» եւ այլն, այսպիսի իսկապես դուխ տվող մարզիչի կերպարով է հանդես գալիս։ Արկես, հանդես գրաֆոյի դենք բիծով գնա։ Լավ, ստոպ, մի շարժ, լավա, Շուտ արեք։ գնա մերդեմ քեզ, հանգիստ, արևս, Ո՞ն ես ինչ անում, Ռոբո, պդի, Մանոյի բազմամյա փորձը որպես մարզիչ իհարկե օգնում է նրան եւ նա պրոֆեսիոնալ կերպով ղորթում է իր թիմին եւ այս սերիայում եւս բլոգերները հաղթում են։ Քվեարկությունից առաջ աղասը խնդրում է, որպեսզի թիմակիցներն իր դեմ քվեարկեն։ Ձեր հետ համեմատած ես չեմ կարող մտնել այդ թեմայի մեջ, այսինքն խաղային առումով անձնականը միկում, խաղային առումով անկեղծ, ես չեմ կարող ինտեգրվեմ, չեմ կարող մտնեմ մեջը, դրա համար ձեզնից յուրաքանչյուրը ափսոս է, որ ինքը խաղով ապրում է ու պրոստը տենց քվեարկություններ, դրա համար համ խնդրանքը, համ պահանջ։ Սրա հետ համաձայն չէ Էման, որովհետև նա համարում է, որ աղասը ուժեղ մասնակից է եւ պիտի մնա թիմում։ Էման քվեարկում է Գևորգ Սիրեկանյանի դեմ, վերադարձնելով նրա պարտքը դեռ առաջին սերիայում ստացած ձայնի դիմաց։ Եթե հիշում եք, առաջին սերիայում Էմայի դեմ 4 մասնակիցներ են քվեարկել՝ Եվան, Լիան, Գևորգ Սիրեկանյան եւ Մարտիրոսյան Գևորգը, եւ Էման վերադառնալով վտանգավոր գոտուց խոստացել էր, որ հերթով նրանց հեռացնելու է խաղից։ Քվեարկեք։ Էման կվերադառնա ու հերթով այսենց Մենք տեսնում ենք, որ Էման իսկապես իր խոսքի տերը եղավ, որովհետև Լիան եւ Գևորգ Մարտիրոսյանը հայտնվել են բլոգերների թիմում, Եվան լքել է նախագիծը, իսկ այս սերիայում նա Գևորգ Սիրեկանյանին է ուղարկում վտանգավոր գոտի, որտեղից նա, ինչպես գիտենք, հետ չի գալու։ Մասնակիցները պիտի հասկանան, որ Էման իսկապես վտանգավոր մրցակից է, ու թեև խաղերում նա հանդես չի գալիս որպես ֆիզիկապես ուժեղ մրցակից, այնուամենայնիվ նա լավ ստրատեգ է եւ այս խաղում լավագույն մասնակիցներից մեկն է։ Իդեպ դեռ շոուն չմեկնարկած ես Էմայի հաղթելու շանսերը գնահատել էի 10-ից 9։ Մյուս մասնակիցների հաղթելու շանսերը եւս փորձել եմ գուշակել, եթե բաց եք թողել այդ թողարկումը, հղումը կգտնեք այս տեսանյութի ներքո։
Փոքր խաղերում միմյանց դեմ պիտի մրցեն Գևորգ Սիրեկանյանը եւ Գևորգ Մարտիրոսյանը։ Ընկերներ, այս նախագծում միմյանց համար ամենամտերիմ մարդիկ պիտի իրար դեմ պայքարեն հանուն հաղթանակի եւ այստեղ Սիրեկանյան Գևորգն ասում է, որ ինքը պատրաստ է զիջել ընկերոջը։ Ես չէի ուզում Գեբի հետ մրցակցեի, ես ուզում եի ինքնական դուրս գայի խաղից։ Ինչու է մասնակիցը այդքան հեշտությամբ պատրաստ զիջել իր տեղը։ Սա մի բան է, որ ես չեմ հասկանում եւ չեմ ընդունում։ Յուրաքանչյուրը գալով այս reality show-ին իմացել են, որ թիմային պայքարից հետո լինելու է անհատական մրցակցության փուլ։ Այսինքն եզրափակչում այսպես թե այնպես յուրաքանչյուրը իր համար է պայքարելու եւ մենք ունենալու ենք վերջում ընդամենը մեկ հաղթող։ Ուստի իմաստ չկա այստեղ ընկերություն խաղալ եւ այսպես հեշտությամբ տեղը զիջել։ Ընկերոջ հանդեպ լավ վերաբերմունք, նրան զիջելը, աջակցելը պետք է դրսևորվի կյանքում։ Սա խաղ է։ Խաղի մեջ դուք մրցակիցներ եք եւ մրցակիցները պիտի պայքարեն։ Սիրեկանյան Գևորգին դա բացատրում են, որ նա չի կարող պարզապես հեռանալ եւ պիտի մասնակցի փոքր խաղերին եւ խաղը մեկնարկում է։ Այստեղ Գևորգ Մարտիրոսյանը հանդես է գալիս որպես ռիսկի գնացող ազարտային մասնակից եւ առաջին խաղի ընթացքում նա all-in է անում, այսինքն ամբողջ խաղադրույք է կատարում եւ ընդամենը 1 ռաունդով հաղթում է Գևորգ Սիրեկանյանին։ Երկրորդ խաղի ժամանակ մենք տեսնում ենք, որ Սիրեկանյանը եւս ազարտի մեջ է ընկել եւ նա իսկապես պայքարում է, նա փորձում է հաղթել։ Մի դրվագ կա, երբ նա փորձում է քարը դնել եւ իր ձեռքի ժամացույցը նրան կարծես խանգարում է, մենք տեսնում ենք, որ նա հեռացնում է ժամացույցը, որպեսզի չխանգարի, այսինքն նա իսկապես ցանկանում է հաղթել։ Սակայն այնուամենայնիվ երկրորդ խաղում եւս հաղթում է Մարտիրոսյան Գևորգը։ Ես ուրախ եմ, որ նախագիծը լքում է այն մասնակիցը, որը պատրաստ չէր պայքարել իր տեղի համար։ Եթե նկատել եք բոլոր այն մասնակիցները, ովքեր պատրաստ են եղել զիջելու, հեռացել են արդեն։ Լիլիան, Վակոն, այսօր նաև Գևորգ Սիրեկանյանը։ Դե իսկ փոքր խաղերում հաղթած Գևորգ Մարտիրոսյանը անակնկալ արք է բացում, որտեղ նրան սպասում է շատ յուրահատուկ քարտ։ Այդ քարտով Գևորգը կարող է ցանկացած մասնակցի ուղարկել վտանգավոր գոտի։ Ցանկացած, այսինքն նաև այլ թիմից, երկու թիմերից էլ ում ցանկանա Գևորգը կարող է ուղարկել վտանգավոր գոտի։ Շատ հետաքրքիր կլինի հետևել, թե Գևորգը ում դեմ է օգտագործելու այդ քարտը։ Բլոգերների թե աստղերի։ Իմ կարծիքով Գևորգը դա կօգտագործի բլոգերների դեմ, մանավանդ որ Սիրեկանյանի գնալուց հետո աստղերի թիմում ընդամենը 5 մասնակից է մնացել, իսկ բլոգերների թիմում 8 հոգի են։ Այսպիսին էր 5-րդ սերիան։ Մեկնաբանություններում գրեք թե ում եք դուք երկրպագում եւ ով է ձեզ համար բացահայտվել նորովի։ Ինչպես նաև մի մոռացեք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի հետագա սերիաները միասին քննարկենք։ Շուտով կհանդիպենք։